Շնորհակալություն, մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, ձեր քննարկմանն եմ ներկայացնում քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը։ Նախագծով առաջարկվում է սահմանել ընդհանուր կարգավորում, ըստ որի քրեական դատավարությունում վերաքննիչ բողոքները որպես կանոն կքննվեն գրավոր ընթացակարգով, այսինքն ըստ էության ամրագրվում է վերաքննիչ բողոքները գրավոր ընթացակարգով քննելու ընդհանուր օրենսդրական կանխավարկած, սահմանելով միայն որոշակի բացառիկ դեպքեր դրանից շեղվելու համար։ Հատուկ նշեմ, որ քրեական դատավարությունում գրավոր ընթացակարգը նորություն չէ, այժմ էլ կան որոշ վարույթներ, որոնք քննվում են գրավոր ընթացակարգով, եւ նախագծով այդ վարույթների ցանկին ավելանում է վերաքննության վարույթն ամբողջությամբ։ Բացառություն են լինելու այն դեպքերը, երբ կողմի միջնորդությամբ կամ սեփական նախաձեռնությամբ դատարանը գա եզրահանգման, որ վերաքննություն անհրաժեշտ է իրականացնել բանավոր ընթացակարգով, կամ երբ վերաքննիչ դատարանը բավարարի նոր ապացույցներ ներկայացնելու կամ ապացույցներ հետազոտելու կողմի միջնորդությունը։ Նախագծով նման բացառությունների սահմանումը պայմանավորված է անհրաժեշտ արդար դատաքննության իրավունքի պատշաճ երաշխավորման համար, ընդ որում դատարանը չի կարող կամայականորեն կիրառել այս կարգավորումը, քանի որ ընդհանուր կանոն լինելու է գրավոր ընթացակարգը, յուրաքանչյուր դեպքում դատարանը նման որոշում կայացնելիս պետք է պատճառաբանի այդ որոշումը եւ հիմնավորի, թե ինչու է շեղվել այդ կանոնից։ Քանի որ սահմանվում է բողոքների քննության գրավոր ընթացակարգ, ենթադրվում է, որ սա հանգեցնելու է դատարանի ծանրաբեռնվածության թեթևացմանը եւ բողոքների ավելի արդյունավետ քննությանը, հետեւաբար որպես հաջորդ քայլ նախագծով սահմանվում է, որ վերաքննիչ բողոքների քննությունը պետք է տևի 6 ամիս, այսինքն սահմանվում է բողոքների քննության 6 ամսյա ժամկետ, որը դատարանի պատճառաբանված որոշմամբ կարող է երկարաձգվել միայն 1 անգամ 4 ամիս ժամկետով, եւ այս երկարաձգման հնարավորությունը սահմանվել է իրական շահագրգիռ մարմինների հետ քննարկումների արդյունքում, մի շարք մարմիններ մեզ ներկայացրել են առաջարկներ, որոնց համաձայն 6 ամսյա ժամկետը հնարավոր է, որ ներկա պայմաններում շատ կարճ ժամկետ է եւ մենք պետք է հնարավորություն տանք դատարներին գոնե այս փուլում գոնե 1 անգամ այդ ժամկետը երկարացնել եւ մենք գնացել ենք ընդառաջ իհարկե այդ առաջարկներին։ Այս համատեքստում քրեական գործերով վերաքննիչ բողոքների մեծաքանակության պայմաններում գրավոր ընթացակարգի կիրառումը եւ միաժամանակ վերաքննիչ բողոքների քննության հստակ ժամկետների սահմանումը կնպաստի արդարադատության որակի եւ արդյունավետության բարձրացմանը, կերաշխավորի գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանումը, բացառելով նաեւ բանավոր քննության ժամանակ թույլ տրվող դատավարական չարաշահումներ եւ գործերի անհարկի ձգձգումները։ Ես կցանկանայի նաեւ զուգահեռ տանել քաղաքացիական դատավարության հետ, նշելով, որ քաղաքացիական դատավարության շրջանակներում ներկայում վերաքննիչ բողոքները քննվում են գրավոր ընթացակարգով եւ դրանց քննության համար կա եւս սահմանված ժամկետ, որը կրկին 6 ամիսն է, եւ ըստ էության այդ ժամկետները այսօր կարելի է արձանագրել, որ որպես կանոն պահպանվում են, եւ օգտվելով առիթից կուզենայի նշել, որ սա այն բազմաթիվ նախաձեռնություններից մեկն է, որը միտված է արագ ու արդյունավետ դատաքննության ապահովմանը, իսկ մյուս նախաձեռնությունները ըստ հերթականության կներկայացնենք ձեր դատին, բոլորն են միտված են լինելու դատարաններում գործերի արագ ու արդյունավետ քննության ապահովմանը, եւ մի բան էլ ավելացնեմ, որ քաղաքացիական դատարանում ունենք այսօր բավականին լավ վիճակ գործերի քննության տեմպի հետ կապված, եւ սա պայմանավորված էր մեկ փոփոխությամբ, այն է մինչեւ 200,000 դրամ գումարի բռնագանձման պահանջների քննությունը նոտարներին հանձնելու կարգավորում նախատեսելն էր հաջողության գրավականը եւ այդպիսով կարող ենք արձանագրել, որ նախորդ տարվա ընթացքում մենք ունեցել ենք 80%-ով դատարանի բեռնաթափում գործերի, այսինքն մենք 80% դեպքերում բացառել ենք, որպեսզի հայցերը ներկայացվեն քաղաքացիական դատարան եւ այս օրինակ լուծումներ նաեւ ցանկանում ենք առաջարկել մյուս դատավարությունների շրջանակներում, որպեսզի վերջո կարողանանք ինչ որ չափով նվազեցնել դատարանների ծանրաբեռնվածությունը։ Շնորհակալություն։